Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները կիլոմետրեր կտրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին հասել սեփական աչքով տեսնելու արդյունաբերական հսկայի աշխատանքը։ Այսպիսով հանրապետության խոշորագույն ձեռնարկությունը շարունակում է հետաքրքրել եւ շուրջը հավաքել ուսանողներին ու դասախոսներին, եւ ինչպես բոլորը նախ հրահանգավորում են անցնում, ստանում արտահագուստ եւ ուղիղ դեպի բացանք։ Պղնձամոլիբդենայինը որպես Հայաստանի ամենախոշոր կազմակերպություններից մեկը եւ ամենաունիկալներից մեկը հետաքրքրության կենտրոնում է միշտ եւ վերջին շրջանում հատկապես բավականին ուսանողների մոտ հետաքրքրություն է առաջացել։ Ես այս չափի չէի պատկերացնում իրականում հանքը, դե նկարներով ավելի փոքր էի պատկերացնում։ Գիտեի, որ ամենախոշոր հարկատուն է, թիվ 1 հարկատուն է։ Այդ մասով է շատ հետաքրքիր, թե ապակատնտեսակետեմ ավելի շատ հետաքրքրում է այդ ֆինանսական հատվածներով։ Մինչև այս տեղեկությունները ստանալը ես չունեի այդ պատկերացումները, թե այստեղ ինչպիսի իրավիճակ է լինում ու այդ գործունեությունները ինչպես են ծավալվում, բայց երբ որ ներկայացվեց այդ ամեն ինչը մեզ ու նաև հնարավորություն նախաձեռնվեց, որ այստեղ գտնվենք ու մեր աչքերով էլ տեսնենք ու ծանոթանանք, այդ շատ մոտիվացրեց ինձ ու ես շատ ցանկացա գալ տեսնել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմի ներկայացուցիչներն ամիսներ առաջ էին այցելել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, խոսել ոլորտից, պատասխանատու հանքարդյունաբերությունից եւ հենց այս հանդիպումն էլ փոխադարձ այցի առիթ էր դարձել։ Գյումրեցի ուսանողները պատրաստակամություն էին հայտնել տեղում ծանոթանալու Հայաստանի արդյունաբերական ներուժի հետ, ստանալով հավաստի տեղեկություններ։ Երբ որ տեսանք ուղղակի հաշվետվության տպագիր գիրքը եւ հասկացանք, որ իսկապես թափանցիկ է աշխատում ընկերությունը, հասանելի են բոլոր տվյալները հանրությանը եւ ցանկության դեպքում կարելի է ցանկացած հարց ֆինանսականից սկսած եւ վերջացրած արտադրական հարցերով ուսումնասիրել եւ վերլուծության ենթարկել, ինչը շատ հաճելի է եւ շատ լավ կլիներ, որ բոլոր կազմակերպությունների պարագայում նման փորձը տարածվելի լիներ։ Երբ որ որոշ ընկերություններ այդ շահագործում են, իրենք պետք է որոշակի պատասխանատվություն ունենան նաև այդ նույն հասարակության նկատմամբ թափոնների կառավարման, էկոլոգիայի եւ այլն։ Եվ կարծում եմ, որ այս նախաձեռնության հիմնական նպատակներից մեկը այն է, որ ընկերությունը հենց տեղում ուսանողներին ցույց է տալիս այն գործընթացները, թե ինչպես է դա ամբողջը շահագործվում, նաև արտադրական process-ները անշուշտ որ մենեջմենտուալ առումով կարևոր է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ով դասախոսում է հանրապետության տարբեր բուհերում, այդ թվում Գյումրու մասնաճյուղում, ուսանողների հետ հերթական այցով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում էր, ոլորտի վերջին ուսումնասիրությունների վրա հենվելով ասում է, 2025-ը հանքարդյունաբերության համար ձեռքբերումների տարի էր։ Հանքարդյունաբերությունը օրինակ 2024-ին 7% էր, ապա 2025-ին արդեն վերարտահանումը որ վերացավ, ոսկու եւ ավտոմեքենաների սարքավորումներ եւ այլն, արդեն հանքարդյունաբերությունը կազմում է 2025-ին ընդհանուր արտահանման 22%, այսինքն կարող ենք արձանագրել, որ արտահանման մոտ 1/5 մասը ապահովում է հանքարդյունաբերությունը, որը եւս մեկ անգամ փաստում է, որ մեզ համար դա արտաժույթ բերող, դրսից փող բերող հիմնական ճյուղերից մեկն է։ Բաց հանքի տարածքում արդյունաբերական տեխնիկայի տեղաշարժով հիանալուց հետո գյումրեցի ուսանողները դասախոսների հետ միասին այցելեցին նաև հարստացուցիչ ֆաբրիկա։ Հսկա սարքավորումները ոչ պակաս գրավիչ էին։ Հանքաքարի մշակման փուլերին հետևեցին, լուսանկարեցին ամեն բան եւ ինչպես բոլորը խոստացան վերադառնալ ու ինչու ոչ աշխատել առաջատար ընկերությունում։ Հերմինե Միքայելյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք լուրեր։